Ես ավելի մատչելի, սա պարտականություն դուք հողում եք արել արհեստական բռնականության։ Հիմա ես էլ հողում անեմ։ դուք նախինում Ես դիմել եմ, ես վատ բանով չեմ ասում, շատ որ տադրին ու դերեթացել, ես նայեմ ողջունել եմ։ Հիմա ես դիմել եմ արհեստական բռնականության հետևած հարցադրումով։ Հնարավոր է արդյոք առանց քրեական հոդվածի մարդ ունենալ մեղադրյալի կարգավիճակ։ Եվ արդյոք կա որևէ այս երկրագնդի վրա որևէ մի երկիր, որտեղ դա հնարավոր է, երկար երկրներից մեկը։ Շատ երկար աշխատելուց հետո, ամբողջ այդ big data մշակելուց հետո, ինձ ասեն հեսա աբսուրդ է, սա անհնար է, և չկա աշխարհում որևէ մեկ երկիր, որտեղ դա հնարավոր է։ Ամենան դեպս եղած այս data-ի մեջ այդպիսի օրինակ արհեստական բանականությունը չի քթել։ Ես ասիք լավ պատմական իմաստով այդ հիմա կարող է դա եղել օրինակ 50 տարի առաջ, 60, 70, վերջի 100 տարվա ընթացքում այդպիսի օրինակ չի հայտնաբերել։ Հասկանում հիմա եթե մենք ողջամտության բանով շարժվենք, այս դատականիստը չպիտի գա։ Ես դեռ գալիս եմ, որովհետև հասկացա, որ ոնց որ չես գալիս ասում եք ուսապում է, բայց ես գալիս եմ ամիշա բարիկան դրսևորելով, բայց ներքին համոզմունքս, իմ ներքին համոզմունքը, որ ինչ անում ենք աբսուրդի մեջ։ Ստիպված եմ անում, որովհետև կա դատավոր, կա խնդրություն, կա դատախազ, որը գալիս ասում ստիպաներով վերում է, մեղադրանքներ է տալիս, բայց արհեստական բանականության պատասխանը դա է։ Եթե սխալ է այդ բանականությունը, խնդրում եմ մեկ օրինակ բերեք, վերջի 100 տարվա ընթացքում, որևէ մի երկրում, մոտ 200 երկրում, այսպիսի օրինակ։ Պարոն Քոչարյան, եթե արհեստական բանականությանը հարցնենք, որ եթե պայմանականորեն քրեական օրենսգիրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը դիտավորության ծանր վնաս պատճառել, որ անզգուշությամբ առաջացրել է մարդու հակասահմանադրական ճանաչվի, այդ դեպքում մեղադրյալի նկատմամբ այլ մեղադրանք փոփոխելու հնարավորություն կարող են ձեռել, չընձեռել։ Հիմա եթե պայմանականորեն արհեստական բանականությունը պատասխանի, որ չէ, այդ անձը այլևս այդ պահից անբարդ է, դուք ոնց կմեկնաբանեք դա, տեսեք այլ մարմնական վնասվածքի հետ կապված օրինակ բերեցիք։ Այսինքն անձին դիտավորությամբ ծանր վնաս են պատճառում, որը անզգուշությամբ առաջացրել է մահ, որը պայմանականորեն սահմանադրական դատարանը մի օր հակասահմանադրական ճանաչել։ Տեսեք ուրիշ օրինակ են բերում։ Դա ևս կարող են լինել անձինք, որ ասեն աբսուրդ է։ Անձին դիտավորությամբ մարմնական վնասվածք է պատճառվել, ուրիշ օրինակ են բերում, որը հակասահմանադրական է ճանաչվել։ Հիմա ես ընդհանրապես նախագահ դատավոր ընդհանրապես արհեստական բանականությանը հարցերու է, որ այս ծավալի քրեական գործ եթե լինի, որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի քննենք ավարտենք։ Արհեստական բանականությունը մեկ շաբաթյա գրաֆիկով 2.5 տարի է նշել։ Ամիսի 2 դատական նիստ անցկացնելու դեպքում 4-ից 6 տարի։ Ամիսը 1 դատական նիստ անցկացնելու դեպքում 6-ից 8 տարի, եթե բոլոր դատական նիստերը կայանան։ Իսկ օրենսդրական փոփոխությունների նախագիծը կայանում էր հետևյալում, որ գործերը պետք է քննվեն եւ ավարտվեն 1 տարի նախագիծը եթե նախագիծը, բայց գործող օրենսը գրքով քրեական դատավորության ողջամիտ ժամկետներ է սահմանված։ Ո՞վ ասում։ Դա ո՞րն է ողջամիտ ժամկետը։ Ողջամիտ ժամկետը գալիս է գործի ծավալից։ Հիմա գործի ծավալից ողջամիտ։ Դա ծավալում է գործը։ Պետք է ավելի հաճախ իստեր չէ նշանակվի, որպեսզի ավելի շուտ քննենք եւ հասկանանք։ Չէ, մի օր արտարացնում են մի փոքր վերադառնության գործը կարող է ողջամիտ ժամկետը 2 ամիս։ Այս կարգի գործի ողջամիտ ժամկետը կարող է 6 տարի, 5 տարի։ Որոնք գործի ողջամիտ ժամկետներն է, որ առաջին օրը պետք է ավարտված լիներ։ Վերեք բանը ողջամիտ ժամկետ են խոսում, այս գործը այսքան ժամանակ։ Ամեն ինչ։ Աղբացի դատավորության մասնակիցներ